Այսօր կլսենք տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանին, շնորհակալություն Արմեն, որ եկաք։ Նախ, այն ինչ տեղի ունենում մեր շրջապատում, Ստամբուլ, Սիրիա, Իսրայել, որը առանձնացնենք որպես կարևորագույն մեզ համար։ Շնորհակալ եմ, իմ կարծիքով բոլորը մեկը մյուսին փոխկապակցված է, այսինքն առանձնացնել որևէ մեկը ըստ էության ամբողջական շղթայից տրամաբանությունը ճիշտ չենք հասկանա։ Եվ մենք փաստացի ականատես ենք լինում նոր միջազգային կարգի գծագրության, եթե կարելի այդպես ասել, որոնք մի քանի կենտրոններում են տեղի ունենում, բայց իհարկե հիմնական աշխարհակահաղական եւ տարածաշրջանային դերակատարների ներգրավվածով։ Իհարկե այստեղ ներգրաված է Միացյալ Նահանգները, ներգրաված է Ռուսաստանի Դաշնությունը, ներգրաված են Մերձավոր Արևելքում եւ ինչու ոչ նաեւ աշխարհում բավականաչափ վերջին շրջանում հատկապես ազդեցություն ունեցող պետություններ, անգամ Կատար գաճաճ պետությունը, որտեղ է փոքրիկ պետություն է, բայց բավականաչափ մեծ, օրինակ միջնորդական առումով գործունեություն դերակատարում է կատարում տարբեր կոնֆլիկտների հաղթահարման գործում։ Այնտեղ որպես միջնորդ Թուրքիան էլ է ակտիվացել, իհարկե Թրամփի օգնությամբ։ Թուրքիա, նաև Ռուսաստանը, ինչու՞ չէ, Ռուսաստանը նշեց, որ բանակցությունները կարող են շարունակվել Ստամբուլում։ Դե բանակցությունները մինչև վերջին պահը ես սպասում եմ, դեռ սկսված չէ, անընդհատ հետաձգվում է։ Դրված է բանակցություններ լինել չլինելու հարցը, թե ինչպիսի բանակցություններ լինելու այս։ Դե այստեղ կարծես թե բառախաղի վրա գնաց ընդհանուր process-ը, Պուտինի առաջարկից վերսկսել բանակցությունները Ստամբուլում, հետո դրա վրա Զելենսկին բարձրացրեց այդ նշաձողը, առաջարկելով Զելենսկին գնացել է Պուտինը։ Այո, դե բարձր Պուտինը չէր գնալու։ Այսինքն Ռուսաստանի առաջարկը նախկին ձևաչափում 2022 թվականից ընդհատված բանակցությունների վերսկսումն էր։ Իհարկե, ել եմ ասում, բառախաղի վրա կարծես թե ուկրաինական կողմը փորձեց քաղաքական նշաձող բարձրացնել, որը բնականաբար չէր կարող տեղի ունենալ։ Դա իր հերթին։ Ինչ է ստանում Թուրքիան այստեղ։ Առաջին հերթին բնականաբար միջազգային հեղինակություն, որտեղ կոնկրետ այս հակամարտության դեպքում եւս ի սկզբանե Թուրքիան դիրքավորվելով կենտրոնում փորձում էր որպես միջնորդ հանդես գալ, նախ դրանով փորձելով շահել թե տնտեսական առումով, թե քաղաքական առումով, եթե կհիշեք, անգամ Ռուսաստանին պատժամիջոցներին չմիանալով իր այդ հեղինակությունն էր փորձում բարձրացնել դեռևս պատերազմի մեկնարկից։ Եվ դա Վաշինգտոնի հետ համաձայնեցնելու։ Այն ժամանակ այո։ Իսկ հիմա եւս, որտեղ Վաշինգտոնի քաղաքականությունը հիմա փոխվել է։ Հիմա Վաշինգտոնին պետք է որպեսզի արագ կայունացում լինի եւ նաեւ կարգավորում, իսկ այս դեպքում ցանկացած դերակատար, որը որևէ աջակցություն կունենա այս process-ում, գործընկեր է, պոտենցիալ գործընկեր է։ Ընդ որում ոչ միայն ռուս-ուկրաինական։ Այսինքն Սիրիայում դոմինանտը Վաշինգտոնի համար կդառնա Թուրքիան։ Ոչ միայն։ Օրինակ տեսեք, հանդիպումը ունեցա Նահանգների եւ Սիրիայի առաջնորդի տեղ ունեցավ Սաուդյան Արաբիան։ Ճիշտ է, Էրդողանը եւս առցանց միացավ հանդիպմանը, բայց այստեղ արաբական երկրների դերը շատ է կարևոր, հատկապես Միացյալ Նահանգների տարածաշրջանային քաղաքական։ Մի քանի ամիս առաջ ամերիկացիները Սիրիայի ժամանակավոր նախագահին ահաբեկ չէին համարում։ Այո, փոխվում է իրավիճակը, աշխարհը շատ արագ փոխվում է։ Հենց այստեղ է որ նշվում է, որ չի կարելի այդ ձեր նշած իրադարձություններից ինչ որ մեկը առանձնացնել։ Բոլորը մեկ ամբողջական շղթայի կարևոր բաղադրիչ, անգամ մեր տարածաշրջանը եւ մեր կոնֆլիկտը եւս այդ շղթայի մաս է։ Ամերիկյան զորքերը դուրս են գալիս Սիրիայից, կհաստատվեն թուրքական, հա։ Ես կարծում եմ ոչ, մեկը մյուսով չի փոխարինվելու։ Այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ փորձ է արվում Մերձավոր Արևելքում, նաև Սիրիայում անվտանգային միջավայրը լիովին փոխել։ Այսինքն, եթե նկատեցիք, անգամ Դոնալդ Թրամփը Սիրիայի առաջնորդի հանդիպման ժամանակ առաջարկեց, որպեսզի Սիրիան եւս միանա Աբրահամյան համաձայնագրին։ Իսկ նշանակում է, որ ասենք Իսրայելից փոխող սպառնալիքը կարող է վերանալ, եթե այդ գործարքը տեղի ունենա։ Ինչ վերաբերում է ուրեմն Թուրքիայի
զինված ուժերի տեղակայմանը, հա։ Այստեղ ինչի համար պետք է տեղակայվեն հակաաբեկչական պայքարի։ Եթե քրդական խնդիրը լուծում է, իսկ նկատում եմ, որ այդ հարցում կա առաջընթաց։ ԿԲԿ-ն հայտարարեց ինքնալուծարման մասին եւ այս գիծը անակնկալ են այդ որոշումը։ Եվ ում հարցում։ Չեմ կարծում, ներկա աշխարհի իրողությունների համապատկերում է։ Այսինքն քրդական գործոնը այլևս այն դերը չունի, այն ազդեցությունը չունի։ Այն ժամանակ, երբ որ ստեղծում էր թուրքական պետությունը բավականաչափ թույլ էր, խոցելի էր, աշխարհում իրավիճակը այլ էր, քրդերն ունեն հստակ դաշնակիցներ։ Հիմա այդ ամենը չկա։ Մենք ունենք բավականաչափ ուժեղ Վաշինգտոնը պլանավորում էր քրդական պետություն ստեղծել։ Այո, Իսրայելի աջակցությամբ փորձում էին ինչ-որ հակակշռներ ստեղծել թե Թուրքիային, թե Իրանին, բայց տեսնում ենք, որ իրավիճակը փոխվել է։ Այսինքն քրդական գործոնները ողջորել դա, թե չէ։ Դե հա, եթե հիշում եք, որոշակի ողջավորվածություն կար, որ մեր այսպես կոչված թշնամու տարածքում նոր պետություն կարող է ձևավորել, առանց իհարկե խորանալու, որ այդ ձևավորվելիք պետության մի զգալի տարածք պատմական Հայաստանի տարածքն է լինելու։ Այնպես որ այստեղ եթե ամփոփելով նշեմ, եթե Թուրքիայում հաջողում է process-ը ինքնաբերաբար նաև շարունակվել է Սիրիայի տարածքում, այստեղ քրդական գործոնը փաստացի դուրս է գալիս արդեն որպես սպառնալիք, մնում են տարբեր ահաբեկչական խմբավորներ։ Դուրս է գալիս որպես սպառնալիք Թուրքիայում, իսկ Բաքվին ինչն է ոգևորել։ Նաև Սիրիա։ Բաքվին ինչն է ոգևորել այստեղ։ Այստեղ շատ կարևոր է Բաքվի, շատ լավ հարց եք տալիս։ Քրդական ցագման վրա նստած էլիտան։ Այստեղ Բաքվի համար այլ հնարավորություններ են բացվում, այսինքն ակտիվորեն ներգրավելով Սիրիայում Ադրբեջանը փորձում մի քանի խնդիր լուծել։ Նախ հերթական հարցի խնդրի շուրջ իր աջակցությունն է ցուցաբերում Անկարային, որով էլի Միքայելով մեծացնում է Անկարայի կախվածությունը, եթե կարելի այդպես ասել, ուրեմն Ադրբեջանից, այսինքն նման աջակցություն ցուցաբերելով մեկ աստիճան եւս փորձում է սահմանափակել Անկարայի հակաադրբեջանական կամ Անկարայի այնպիսի գործողություններ, որը կարող են չհամապատասխանել Ադրբեջանի շահերին։ Իսկ այս դեպքում բնականաբար թիրախը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Եվս երկու բան կարող եմ ասել՝ միջազգային հեղինակություն, որովհետև մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է մեծացնել իր կշիռը ընդհանուր տարածաշրջանային տերության դերակատարության հասնելու եւ նաեւ իհարկե Իսրայելի հետ։ Եկա, ես դա էի հիմա ուզում ասել։ Իսրայելի հետ հարաբերությունների հաշվին։ Ոչ, հակառակը։ Իսրայելի հետ հարաբերությունները բովանդակային առումով ավելի խորացնելու, որտեղ եթե Ադրբեջանը իր ներգրավվածությունն է ապահովում Սիրիայում, ապա Ադրբեջանը դառնում է կայունացնող գործոն եւ նաեւ իհարկե միջնորդ դերակատար Թուրքիայի եւ Իսրայելի միջև հնարավոր ուրեմն հակասությունների եւ անգամ հակամարտության պարագայում, բայց կարծում եմ, ել եմ ասում, այն տարածաշրջանային կարգը, որ գծվում է, դեռևս ինչ որ ստատիկ պատկերացումների հնարավորություն չի տալիս։ Օրինակ, եթե Իսրայելի եւ Սիրիայի միջև այնուամենայնիվ այդ համաձայնությունը լինում է, սա էականորեն փոխում է պատկերը։ Տեսնենք, թե արդյոք Միացյալ Նահանգներին կհաջողվի գործընթացն առաջ մղել, թե ոչ։ Պակիստանին այն եզակի երկրներից աջակցողներից մեկը Ադրբեջանն էր։ Իսկ Հնդկաստանին Իսրայելը հենց առաջին օրը։ Բայց ենթադրվում էր, որ Ադրբեջանը եւ Իսրայելը նույն վարքագիծը պետք է ունենան։ Տեսեք, այնքան էլ այդպես չէ։ Եվ այդ աջակցությունն էլ ընդհանրապես այս բան կառուցական մակարդակում է։ Ես ել եմ լսել նման վերլուծություններ, բովանդակային առումով սա խնդիր չէր առաջացնում Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ, չնայած նրանք ուրեմն հակամարտության տարբեր կողմերում էին։ Այստեղ ընդհանրապես շատ կարճատև հակամարտության ընթացքում ինչ որ քարոզչական գործողություն իրականացնելու հնարավորություններ կան, որոնք երկու կողմերը իրականացնում, բայց կրկնում եմ, անգամ բավականաչափ օրինակներ Պաղեստինյան հիմնախնդրի վերջին սրացումների մասով էլ Ադրբեջանը հաճախ արել է հայտարարություններ, որ բխել է իսլամական աշխարհի շահերից, բայց գետնի վրա արել է գործողություններ, որոնք համապատասխանել են Իսրայելի շահերին։ Բայց որ եկեք քարոզչությունն ու բովանդակությունը չտարբերենք, հատկապես այնպիսի կարևոր դերակատարների եւ այնպիսի
փոխկապացած շահեր ունեցող խաղացողների համար դեպքում ինչպես են Իսրայելն ու Ադրբեջանը։ Դե այդ դեպքում ասեք ադրբեջանական արտգործնախարարության զգուշացումը հնդիկներին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների հարցում պետք է ուշադիր լինել, թե զգուշ լինել։ Հիմա տերմինը լավ չի։ Ադրբեջանը խնդիր ունի սահմանափակելու Հայաստանի մանևրի ցանկացած հնարավորություն տվյալ դեպքում նաեւ Հնդկաստանից հնարավոր աջակցություն։ Խանդը դեպի այդ։ Այո, ես կարծում ադրբեջանական կողմը շուշով հետևել է Հնդկաստան-Պակիստան վերջին դիմակայությանը հասկանալու համար հատկապես հնդկական կողմի հնարավորությունները եւ հնդկական զենքերի արդյունավետությունը, որտեղ այդ զենքերը փաստացի գալիս են փուլարփուլ Հայաստան եւ հնարավոր է ինչ-որ էսկալացիայի դեպքում գործեն նաեւ Ադրբեջանը։ Եթե այդ նախազգուշացումը կա, նշանակում է իրենք ինչ-որ մտավախություն ունեն, որին հանգել են ուսումնասիրելով այդ կարճատև դիմակայությունը։ Հիմա հաջորդը, որ մեզ պետք է շատ հետաքրքրի, դա Վաշինգտոնի եւ Թեհրանի երկխոսությունն է։ Այսօր նորից Թրամփի շուրթերով լավատեսություն հնչեց, որ մենք շատ մոտ ենք այդ համաձայնագրին։ Ինչ է փոխում դա մեզ համար։ Էլի ընդհանուր պատկերի մեջ տարածաշրջանի անվտանգային բանաձևերն է փոխում եւ տարածաշրջանի անվտանգային պատկերը։ Սա նշանակում է, որ մեր հարևանությամբ այլևս Սիրիան սանկցիաներից դուրս է գալիս։ Մի բան ենթադրենք Իրանն էլ է դուրս գալիս սանկցիաներից, հա։ Այսինքն տարածաշրջանում նայեք, նախկինում կոնֆլիկտային, վիճահարույց, խնդրահարույց բոլոր թեմաները ըստ էության գնում են սպառման եւ ըստ էության հակամարտության, ակտիվ հակամարտության հնարավորությունները սահմանափակվում են, այս սրանն է տանում։ Օրինակ տեսեք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման փաստացի ավարտված որը իմիջիայլոց հիշեց 3 հիշեց Վաշինգտոնի ներկայացուցիչ։ Այո, սա ինչի մասն է խոսում, որ կողմերի միջև ակտիվ հակամարտ կա չկարգավորած հակամարտություն, բայց ակտիվանալու դրա ռազմական փուլ թևակողելու հնարավորությունները նվազագույն են։ Հիմա նույնն էլ վերցնենք մեծ տարածաշրջանի մասով։ Սիրիայի մասով այլևս նման հնարավորություն չկա, փաստացի այդտեղ իշխանափոխություն է եղել եւ գործող կառավարություն արդեն ժամանակավոր է չնայած, բայց ընկալել է աշխարհի համար։ Միակ ռազմական խնդիրը այս բանին կապված է Իսրայելի հետ, բայց կարծում դա եւս կառավարել է։ Իրանի պարագայում, եթե կարգավորում են հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, ապա Իսրայելի ինքնուրույն գործելու հնարավորությունները խիստ սահմանափակվում են։ Նույնը նաեւ ավելի մեծ տարածաշրջանի մասով ենք նայում, այսինքն եթե կարգավորում են Իրանի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունը, դա էլի նվազեցնում է Իրանի եւ արաբական երկրների միջև կոնֆլիկտի հնարավորությունը։ Մեր տարածաշրջանում մեր տարածաշրջանի ներգրավվածությունը պոտենցիալ մեծ կոնֆլիկտի դեպս Ադրբեջանի Իսրայելի հետ ընդդեմ Իրանի։ Դրա հավանականությունը նվազում է, այսինքն անվտանգային մակարդակը էականորեն բարելավում է տարածաշրջանում։ Տեսեք, Իրանի նախագահի այցից հետո տպավորություն էր, որ շատ կառուցողական այց է եղել, հասկացել են Բաքուն ու Թեհրանը իրար, բայց դրան հաջորդած օրերում Բաքվից նորից տաքանում է արևմտյան Ադրբեջան Իրանի ուղղված այդ թեման, ընդ որում թուրքական աջակցությամբ։ Պետք է ենթադրել, որ այնքան էլ այնպես չի եղել այդ հանդիպումը։ Պետք է հասկանալ ընդհանուր գործընթացը։ Տեսեք, ես նշեցի իմ խոսքում, շատ արագ կերպով բանաձևեր են փոխվում։ Ներողություն, Իրանի նախագահի այցին հաջորդելու էր Իսրայելի վարչապետի տևական երկարատև այցը, որը տեղի չունեցավ։ Հետևաբար, որպեսզի եւ պարզ էր Իսրայելի վարչապետն ինչի համար է գալու։ Պարզ է, որ առանցքային խնդիրը հակաիրանական ինչ-որ գործողություններ պլանավորելու մեջ է։ Բայց 3 թե 4 օր։ Այո, 4 անգամ 5 օրի այցի մասն էր խոսում։ Բայց մենք տեսանք, որ այդ սցենարը գոնե այս պահին եւ կարճաժամկետ հեռանկարում իրատեսական չէ։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև եղած հարաբերություններում սառնությունը դրա վառ օրինակն է։ Թրամփը եկավ տարածաշրջան,
առանց Իսրայել այցելելու եւ ասեմ ավելին վերջին շրջանում երկու կողմերի միջև շփումներ էլ չկան, այսինքն ակնհայտ նկատվում որ կողմերի մեջ կա սառնություն։ Հետեւաբար ռազմական սցենարի հավանականությունը Իրանի դեմ եւ դրանում Ադրբեջանի ներգրավության անհրաժեշտությունը այս պահին հետին պլան է գնում։ Սա է պատճառը, որ Իսրայելի վարչապետը չայցելեց, որովհետեւ այս պահին առարկայական թեմա չկա քննարկել։ Իսկ իրանք պլանավորում են մայիսի ընթացքում անգամ հունիսին հնարավոր ինչ-որ ռազմական գործողություն իրականացնել։ Պարզ է, որ Իրանի նախագահին այդպես պետք է ընդունեին, որպեսզի հետո կարողանան մարսել եւ չեզոքացնել իրանական կողմից Իսրայելի վարչապետին ընդունելու ուրեմն եւ քննարկվելիք թեմաների հետ կապված առնվազն քարոզչական եւ վերլուծական բավականաչափ մեծ գրողները Իրանից եւ որոնք ունենալու են բովանդակային հիմք։ Կարծում սրա այս դրամաբանության մեջ է։ Այսինքն այստեղ շատ ավելի մեծ էր քարոզչական ֆոնը, ինչ որ բավականաչափ ջերմ աննախադեպ երկկողմ հարաբերություններում առաջընթացի պատկեր ցույց տալու, քան իրական բովանդակությունը։ Դու բովանդակային առումով շատ ավելի կարևոր էր Իրանի հակառակորդի հետ, այսինքն Իսրայելի հետ ուրեմն քննարկումները, որոնք այդպես էլ չկայացան։ Ադրբեջանցի քաղաքագետը ասում է այսօր Ադրբեջանը Իսրայելի կարիք ավելի շատ ունի, քան Թուրքիայի։ Մի քիչ պարադոքսալ միտք է հայտնում, բայց մտածելու տեղիք տալիս։ Ոչ թե ես այդպես չեմ գնահատի, որովհետև Ադրբեջանի անվտանգային համակարգի, ընդ որում թե հատկապես ռազմաքաղաքական դրա բաղադրիչի առանցքը Ադրբեջան-Թուրքիա դաշինքն է, հա, բայց այս բանը ինչու է Իսրայելի հետ հարաբերությունն ավելի կարևոր, որտեղ ռազմավարական նոր ծրագրերի համատեքստում Իսրայելն ավելի շատ բան է կարող առաջարկել Ադրբեջանին, քան Թուրքիան, որտեղ մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից որոշակի կայունություն մեր տարածաշրջանում ակտիվության թուլացում, ավելի կենտրոնացում մեր ցեղարարքի վրա եւ Սիրիայի վրա։ Իսկ Իսրայելի պարագայում հակառակն ենք տեսնում։ Իսրայելն ավելի շահագրգռված է, որ բռնկվի ինչ-որ բան։ Այո, որ բռնկվի հատկապես Իրանի դեմ եւ Ադրբեջանին այդտեղ ներգրավի, իսկ մենք գիտենք, որ Ալիևը հայտնի խաղացող է եւ սիրում է նման արկածախնդրությունների մեջ ներգրավել։ Եվ մյուս կարևոր հանգամանքը վերջին մի քանի ամիսներին մենք տեսնում ենք Ադրբեջան-Իսրայել համատեղ ջանքերով փորձ կարգավորելու Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները եւ Ադրբեջան-Միացյալ Նահանգների հարաբերությունները, որ նոր որակի արձանագրում, որը տեղերում իսրայելական ակտիվ լոբինգով, բայց հենց այստեղ որ նշում բանաձև է փոխել։ Այս խնդիրը, որ առաջացել է Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև, փաստացի տորպեդահարում է այս բանաձևը եւս, այսինքն Իսրայել, Ադրբեջան, Միացյալ Նահանգներ այդ նոր նախադեպը չունեցող, այդպես են ասում, հա, գործընկերային ձևաչափը փաստացի այս պահին սառեցված է։ Հիմա այս ֆոնին մեր անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնում է նախ Հնդկաստան, հետո Իրան։ Իրան, եթե չեմ սխալ։ Հա, արդեն մեկնել է Հնդկաստան եւ վաղը մեկնել է Իրան։ Վաղը Իրան։ Կապել Պակիստան-Հնդկաստան կոնֆլիկտի հետ, թե ավելի Դե Իրան այցը ինքը թեմատիկ պատճառ ունի։ Բաքվի հայտարարությունները այդ ֆոնին։ Իրան այցը, Թեհրան այցը թեմատիկ պատճառ ունի, այնտեղ Իրանի արտգործնախարարության կողմից ամենամյա Թեհրանի երկխոսություն ֆորումն է տեղի ունենալու եւ կարծում եմ որպես նաեւ պատվավոր հյուր է մեկնում եւ այնտեղ գուցե նաեւ ելույթով հանդես կա Արմեն Գրիգորյանը դերևս օրակարգի մասին տեղեկություններ չունի, դրա համար պայմանական եմ նշում։ Իհարկե այնտեղ եւս կարող հանդիպումներ կլինեն, հայտարարություններ կլինեն եւ նաեւ երկկողմ օրակարգի վերջին ճշգրտումները կլինեն, իսկ Հնդկաստանի մասով եւս չի բացառում, որ այդ կոնֆլիկտը Պակիստանի հետ անշուշտ դեր ունեցել է։ Ավարտեցինք այսօր։ Շնորհակալություն Արմեն Պետրոսյան, տարածաշրջանային հարցերով փորձագետ։